Հիշեք մի բան, երբ որ մենք խոսում ենք, որ Տիրոջ համար անկարելի բան չկա, դա չի նշանակում, որ ամեն իրավիճակներում Տերը մեր ուզածով պատասխանելու է։ Այսինքն, այնպես չի, որ դե եթե կարդացինք այս պատմությունը, կանանք մանիպուլատիվ կերպով օգտագործենք, ասենք, տեսեք, այս պատմությունը գրված է, այն մենակ հավատացեք ու ամեն ինչ լավ է լինելու, ինչպես որ օրինակի համար Արմեն եղբայրս ասեց, նույնիսկ այդ ծայրահեղության կարա գնա, դեղի կարիք էլ չունեք, բժշկի կարիք էլ չունեք, ինչի։ Մենակ հավատացեք ու ինչ կլինի, կփրկվի, տեսեք, այս պատմությունները կան։ Այս պատմությունները ոչ թե խոսում էին նրա մասին, որ բոլորին Տեր Հիսուս Քրիստոս բժշկեց, այլ ցույց էին տալիս նրա ով լինելը։ Ինչ է կարծում։ Հիսուսի ժամանակ բոլոր հիվանդները բժշկվեցին, բոլոր մեռածները հարություն առան, ոչ։ Նույնիսկ այդ շրջանակում Տեր Հիսուս Քրիստոս ինքը այդ բոլոր հրաշքները չարեց ի ցույց բոլոր մարդկանց եւ բոլորին բժշկեց, բոլորին, չգիտեմ, բոլոր կույրերը տեսան եւ այլն եւ այլն։ Չէ։ Նպատակը նորից իր առաքելության կատարումն էր։ Եվ այս շրջանակում, այո, մենք պետք է վստահ լինենք, որ եթե Տերը կամենա, կարա բժշկի։ Եթե Տերը կամենա, այդ վիճակից մեզ կարա հանի։ Բայց կա նաեւ երկրորդ կողմը։ Կարա Տերը նաև այդ վիճակներում չկամենա։ Այո, դեպքեր լինում է, որ մենք մեր հիվանդության մեջ ենք լինում, դեպքեր լինում է, ինչպես որ արդեն իսկ ասացի, որ կարա երիտասարդ հավատացյալ ուղղակի իր կյանքի ավարտը գա 31 տարեկանում։ Ու այս ամեն ինչի մեջ ոչ թե մենք պետք է հիասթափվենք, ոչ թե պետք է ասենք դե դեպքում ով հույս ունի եւ այլն, այլ պետք է հասկանանք մի բան։ Ամեն բան ինչ որ մեր կյանքում տեղի է ունենում, Աստված ինչ է անում, բարին գործակից է անում։ Բոլոր նրանց, ովքեր որ սիրում են իրեն, եւ այդ նեղության մեջ է, որ Տերը մեզ ինչ է անում, աճեցնում է, բարձրացնում է։ Ուղղակի մի բան պատկերացրեք, եթե ամեն բան լավ լիներ, ամեն ինչ որ ուզում եք, միանգամից հենց ասած պատասխան ենք ստանում, հոգեվոր հասունություն չենք ունենալու։ Մնալու ենք երեխա, եսասեր, որ միայն մտածում է իր մասին ու իր ցանկությունների կատարման մասին։ Դրա համար կարիք ունենք նաև այս առումով դաստիարակվելու, Տիրոջը ժամանակը փնտրելու, Տիրոջը կամքը ակնկալելու, եթե նույնիսկ դա մեզ համար ինչ է տալիս, ցավ է պատճառում։